Բարի լույս եւ բարի առավոտ ձեզ, իմ սիրելի բաժանորդներ ջան։ Նայեք, ժողովուրդ ջան, նորից արդեն մազերս հավաքել եմ այս ճակատային հատվածը, դե որ գործ եմ անում, թութ եմ խաղում, սիրում եմ, որ միշտ այս ճակատային հատվածը հավաք լինի ու ինձ նեղացնում է։ Դրա համար այսպես հավաքել եմ։ Դե ինչ հարգելիներս, արթնացել ենք առավոտյան, հիմա մի բաժակ թեյ խմենք դրսում մեր բակում ու անցնենք մեր գործին։ Պիտի թութ հավաքենք, գիլաս հավաքենք։ Ու այսօր Արմաշ գյուղում բոլորն են թութ հավաքում, հարգելիներս, որ ելնում ենք բակ, նայում ենք, կամ ասենք մեքենայով դուրս են գնում, խանութ են գնում, կամ ինչ-որ միտեղ բոլորի բակերում աստիճաններ ա դրած, մարդիկ սպառված են իրենց թթերով, իրենց թութ խաղերով, հարգելիներս, մենք էլ մնացածի նման։ Հիմա գնանք դրսում, մի բաժակ թեյ խմենք, սուրճ խմենք ու անցնենք մեր գործին։ Գնամ թեյնիկն ու կարակն էլ բերեմ։ Այն վերևների թթերը հələ նայ հովիկ ոնց է կարմրը։ Հələ ժողովուրդ ջան, հեռախոսը չի նկարում, բայց վերևները, թթի վերևները բոլորը կարմրել են, համատարած պետք է հավաքենք։ Հետո անցնենք, տեսնենք այգում, այգի թթերը ոնց են։ Այստեղ մի քանի օր խաղում ենք, մի 3 օր, 4 օր, հետո նոր այգում ենք խաղում, որովհետև տարբերություն կա։ Այստեղ բակի թութը ավելի շուտ է կարմրում, ավելի շուտ է հասնում, հետո նոր գնում ենք այգի թթերն ենք խաղում։ Հարգելիներս, ուզում եմ պատրաստեմ համեղ խմորեղեն, իհարկե տարբերվող, բիսկվիտային տորթ եմ պատրաստում, բայց տարբերվող խմորեղենը։ Հինգ եմ օգտագործում։ Կավելացնեմ մեկ բաժակ շաքարավազ, ձիթայուղ, հիմա լավ կհարեմ, հետո կավելացնեմ մածուն, կարող եք մածունի փոխարինել կաթ։ Ավելացնում եմ մածուն, կեսը լցնենք հարգելիներս, իսկ կես բաժակի մեջ լցնում եմ 1 թեյի քթալ սոդա։
հիմա կավելացնեմ ալյուր։ Երկու բաժակ ալյուր լցրեցի։ Հարգելի հետևորդներ, նույն բաժակով եմ համ մածուն լցնում, համ շաքարավազ լցնում, ալյուրն էլ, բոլորը նույն բաժակով եմ անում։ Նախապես կուտեղը ձիթայողել եմ և հիմա սա ամբողջությամբ կլցնեմ և կտեղափոխեմ ջեռուց։ Այսպես։ Հարգելիներս, բիսկվիտ արդեն թխված, պատրաստ է։ Հիմա պատրաստում եմ սերուցքը։ Հիմա պատրաստում եմ սերուցկային կրեմ։ Սա 500 գրամանոց սերուցկա, հարգելիներս, ես 250 գրամ օգտագործել եմ, հիմա մնացել է 250 գրամը։ Այս 250 գրամը հիմա լավ կհարեմ և կավելացնեմ 1 ճաշի քթալ շաքարավազի փոշի։ Ժողովուրդ ջան, ամենահետաքրքիր պահը որն է հիմա։ Դե արդեն բիսկվիտային տորթիկը պատրաստ է, բաժակով սիրուն կտրում եմ և այսպես հանում եմ։ Ու նորից այսպես սխմում եմ բաժակի մեջ, նույն բաժակի մեջ, որ բաժակով, որ ես իրան կտրում եմ հանեմ։ Թեկուզ տաք վիճակում չի խանգարում, որովհետև ինքը ընթացքում կսառի արդեն հենց բաժակի մեջ։
բաժակների մեջ կաթ եմ լցնում, լցնում եմ այնքան, որպեսզի խմորեղենը ծածկվի։ Եվ կթողեմ 10 րոպե այսպես։ Սա էլ պատրաստում եմ նույն տարբերակով, հարգելիներս, ուղղակի տարայի մեջ եմ պատրաստում, գեղեցիկ տարայի մեջ։ Հիմա սա էլ նորից կաթ կլցնեմ, բայց այս անգամ ոչ շատ։ Սա կդնենք նորից մի կողմ, հիմա անցնենք այս բաժակներին։ Հարգելիներս, արդեն պատրաստ է, որպեսզի իմ պատրաստած սերուցքային կրեմը լցնեմ բաժակների մեջ։ Այսպես։ Ես արդեն ամբողջությամբ լցրեցի բաժակների մեջ, հարգելիներս, ծածկեցի սերուցքային կրեմով և ամենավերջում պետք է վրան լցնեմ այս ելակի ջեմը։ Կարող եք նաև թեկուզ սալիկներ, շոկոլադե սալիկներ քերեք վրան, կարող եք նաև հատապտուղներով զարդարել, բայց ես այսօր անելու եմ ելակի ջեմով։
վերջ այս համովությանը եւ ուզում եմ այս 3 բաժակին ավելացնել նորից նույն խմորեղենի փշրանքներից, իսկ 3 բաժակը թողեմ հենց այսպես ջեմով։ Այսպես, սիրելիներս, վերջնական արդյունքը, հարգելիներս, տեսքը գեղեցիկ, համն էլ յուրահատուկ։ Հիմա սա էլ նորից նույն ձևով կքսեմ։ Կարելի է սրան անվանել, հարգելիներս, տիրամիսու, թեկուզ այսպես։ Վերջ։ Հիմա նորից ելակի ջեմով զարդարենք, նաև կարող ենք, հարգելիներս, շոկոլադե սալիկներ քերել, կարող ենք նաև հատապտուղներով զարդարել։ Համ գեղեցիկ կստացվի, համ էլ համեղ կստացվի։ Այսպես։ Ընդհանուր չեմ շատ քսում։ Էլենը ինձի լքել է, գնացել է դուրս, ժողովուրդ ջան, չի գալի, որ նկարի։ Եկել ես։ Շունիկ։ Այսպես։ Սիրելիներս, ասեմ, որ շատ համեղ էր ստացվել այս քաղցրավենիքը։ Ընդամենը սովորական բիսկվիտ, մածունով բիսկվիտ եւ առանց կարագի սերուցք, շաքարի փոշիով պատրաստած։ Դե վրան էլ զարդարեցի ելակի ջեմով եւ փշրանքներով։ Դուք կարող եք զարդարել հատապտուղներով, ինչու՞ չէ շոկոլադե սալիկներով, քերեք կամ հալացնեք վրան, շատ համեղ կստացվի։ Եվ ուզում եմ այսքանով էլ ավարտեմ իմ այսօրվա տեսահոլովակը եւ նախապես շնորհակալություն եմ հայտնում ինձ դիտողներից, իմ հետևորդներից, իմ նոր հետևորդներից եւ հարգելիներս, ես շատ ուրախ եմ, որ դուք իմ կողքին եք, որ դուք ինձ գրում եք գեղեցիկ եւ հաճելի մեկնաբանություններ, որովհետեւ ամեն մի լավ մեկնաբանություն կարդալուց հետո ես ինձ ավելի լավ եմ զգում եւ իմ աշխատանքը ավելի գնահատված եմ զգում։ Սիրելի հետևորդներ ջան, եւ մնում է այսքանով ձեզ ասեմ բարի եւ խաղաղ գիշեր։